Սիրելիներ, ուրեմն այսօր պիտի կաշտանք ատի Մատթեոս 4 գլուխը, ու ինչպես նշեցի, արդեն հոգևոր տեսանյութերը կտեղադրվի մեր այս ալիքում, բաժանորդագրվեք, տարածեք, ովքեր կանչված են ընծնից տիրոջով սնվելու համար։ Սուտ վարդապետներ։ Բոլորը ձեր միկրոֆոնները փակել եք, քրեր չան։ Ռիմակ ուր փակ է։ Всё։ Սուտ վարդապետներ։ Հիմի գլուխը կկաշտանք ամբողջությամբ, դուք էլ կրնաք ձեր մեկնությունները տեղադրեք մեր խմբագնել իրար։ Հոգին հայտնի կասե, թե վերջի ժամանակները մեկ քանիսները հավատքից պիտի ապստամբին ու մոլորեցուցիչ ոգիների ու թևերի ուսմունքներին ուշադրություն պիտի անեն։ Նախադասություն առ նախադասություն մենք ընդհանրապես կքննարկենք մեր խմբակի մեջ։ Կարող է կաշտանք 3 գլուխ, բայց ըմպես քննարկենք, որ այդ խոսքերը մենք անգիր սորվենք, ժողովուրդ ջան։ Սիրելի հավատագիցներ ջան, որովհետև խոսքը պիտի մենք ըմպես ուտենք, որ կշտանանք։ Խոսքը կաշտալ անցնելու համար չէ։ Դու կարող ես կաշտաս 3 գլուխ օրական, բայց ոչինչ չհասկնաս։ Բայց կաշտաս մեկ խոսքն, բայց այդ խոսքը արդեն ապրի քո սրտիդ մեջ ու կենտանանա։ Հիմա արդեն քննարկենք։ Հոգին հայտնի կասե։ Հոգին ինչի մասին է, որ հոգու մասին է։ Հոգին դիք սուրբ հոգին է, որը հայտնի, այսինքն բացահայտ կերպով մեզի կտեղեկացնե։ Վերջին ժամանակների մեջ մեկ քանիսները հավատքից պիտի ապստամբին ու մոլորեցուցիչ ոգիների ու թևերին ուսմունքներին ուշադրություն պիտի անեն։ Ինչի մասին կխոսացվի։ Վերջի ժամանակների մասին նորից կխոսացվի, որ շատ շատերը պիտի հավատքից ապստամբեն ու մոլորեցնող ոգիների ուսմունքներին ուշադրություն դարձնեն։ Որոնք են մոլորեցնող ոգիների ուսմունքները։ Մոլորեցնող ոգիների ուսմունքները Աստվածաշնչից դուրս ուսմունքներն են։ Շարունակությունը կաշտանք։ Սդախոսների կեղծավորությունովը, որոնց խղճմտանքը խանձված է։ Ու միջոցով այդ սխալ ուսմունքները կտրվին շատերիս։ Սդախոսների միջոցով, երեխեք, որոնք խիղճ չունին, խղճմտանքը խանձված է, այսինքն խիղճ չունին։ Ու գիտեք որոնք են այդ ուսմունքները, որ ոչ թե ավետարանը կքարոզեն ու կհարմարվին ավետարանին, այլ ավետարանը սարքել են փողաշխատելու միջոց։ Մարդկանց ոչ թե կնկատեն որպես Աստծո գառնուկներ, որոնց պիտի տանի սրբության ու ապաշխարության, կտեսնին որպես փողաշխատելու միջոցներ։ Ամեն մեկը քայլող տասանորդ ու զոհաբերություն է, երբ որ կմտնի եկեղեցի։ Ու մարդիկ շատ եկեղեցիների մեջ ինչի մեղքը չեն հանդիմանե։ Մեղքը չեն հանդիմանե, որովհետև եթե մեղքը հանդիմանեն, շատերը եկեղեցուց կեշտան։ Իսկ իրանց պետք չէ որ եկեղեցուց էշտան, որովհետև գրբանները կտարդկվի։ Իրանց պետք է որ եկեղեցու մեջ մնան, որ այդ մարդիկ վերջը փող աշխատին։ Ու ինչ կսկսեն քարոզել, Աստվածաշնչից դուրս բաներ։ Ոչ թե քարոզեն որ ժողովուրդ ջան, ես ինչ բանոր կենեք, կամ սիրելի քույրեր ու եղբայրներ, մեղք է, սխալ է։ Այլ կքարոզեն բարգավաճություն, երեխեք։ Շատ ցանեք որ շատ հնձեք, ինչքան շատ ցանեք, շատ կհնձեք։ Աստված թեզ օրհնությունից օրհնություն պիտի տանի փառքից փառք ու վերջում թեժող կտանի Աստված շատերին։ Ինչի՞, որովհետև շատերն էլ չէին գնացել սրբվելու եկեղեցում։ Շատ շատերը չէին գնաց որ եկեղեցում սրբվեին։ Այ ամեն մարդ գնացել էր, մեկը մեկ տղում կսիրեր կուզեր առներ, մեկը մի աղջկամ կսիրեր կուզեր առներ, մեկը պարտքերը կուզեր որ փակվեր, մեկը կուզեր որ բժշկվեր, բայց որևէ մեկը չէր էշտա սրբվելու համար։ Որևէ մեկը չէր էշտա որ մաքրվեր։ Այ հենց տեղ արդեն մարդիկ կմտնին մոլորեցնող ոգիների ազդեցության տակ։ Որն է ճշմարիտ ուսմունքը։ Ճշմարիտ ուսմունքը սիկ է։ Սուրբ եղեք, որովհետև ես սուրբ եմ։
Լսեք Աստծո ձայնը, կատարեք Աստծո կամքը։ Առաջինը քու զոհաբերությունը դնձի պետք չէ, առաջինը պետք է որ դու զոհաբերվիս Տիրոջ համար, քու ցանկություններդ, քու երազանքներդ, քու նպատակներդ զոհաբերես զոհասեղանին։ Իսկ դուրից հետո, երբ որ դու քու ցանկություններդ ու նպատակներդ զոհաբերեցիր, պարտադիր արդեն Տերը կպահանջի քեզնից նաև ֆինանսական զոհաբերություն, որովհետև Աստծուն դիտայ կայսերին, Հիսուսը ինքն կսավ։ Դու իրավունք չունիս Աստծուն չտաս, բայց եթե քեզի կթվա որ դու Աստծուն տվիր ու ինչը ուզեցար ավրար փրկությունդ կնեցիր, դու չարաչար կսխալվես։ Շատ մանրամասն կբացատրեմ, ինչքան որ Սուրբ Հոգին կառաջնորդե։ Կկարտամ ենքան, ինչքան որ Սուրբ Հոգին կառաջնորդե։ Ու կեշտանք առաջ։ Սդախոսների կեղծավորությունը, որոնց խղճմտանքը խանձված է, երկրորդ, որոնք ամուսնությունից պիտի աշկելեն ու ետ պիտի պահեն այն կերակուրներից, որոնց Աստված ստեղծել է, որպեսզի հավատացյալները ու ճշմարտություն ճանաչողները գոհությամբ վայելեն։ Ուրեմն ստեղ կսե ամուսնությունից կաշկելեն ու նաև կերակուրներից։ Ուրեմն սիկ գիտեք ինչ, երկու բան կսե, բայց իրականում սպես եմ որ ավելի ճիշտ եղնի։ Ամուսնությունից աշկելել չի նշանակի որ եթե եկեղեցում կսեն մի ամուսնացի սորետ տիրոջի չէ, դիք աշկելք է։ Աշկելքները երբ որ մարմնից կեղնին։ Սիկ ընտանուր կխոսացվի անհնազանդության մասին։ Աստված եղել որ հենց հին ժամանակներում աշկելել է ամուսնությունը։ Նոր կդագարանում եք կաշկել է, հին կդագարանում եմ կաշկել է, չէ՞։ Կսե անհավատների հետ օդարախառն լծագից մի եղեք, դիք աշկելք կհամարվի, չէ՞։ Երբ որ կսե օդարախառն լծագից անհավատների հետ մի եղեք, ինչ է աշկելք։ Իսրայելի ժամանակներում նշանվածներին սավ բաժնվեք, որովհետև կռապաշների հետ եք ամուսնացել, երեխեքին ու կանանցը թողեցին ու դուրս գնացին, չէ՞ տղամարդիկ։ Այսինքն կային աշկելքներ։ Սեղ ինչի մասին խոսա կամ կերակուրների աշկելելու մասին, այսինքն աշկելքներ, որոնք Տիրոջից չեն։ Հասկացա՞ք քրեջ ջան։ Շարունակությունը կաշտանք, քանի որ Աստված ամեն բան ստեղծել է բարեու, մեր ժերում մի բան չկա։ Կընդունվի, քանի որ Աստծո խոսքով ու աղոթքով կսրբվի։ Ահա, հմիստեղ։ Ուրեմն ինչ որ դեմդ կդնեն կեր, աղոթքով կսրբվի։ Եթե քու դեմդ կդնեն հումիս, բդուտես։ Աղոթքով սրբես ու ուտես։ Մարդիկ կան հումիս կուդեն, օրինակ ես տեսանյութեր տեսել եմ, խեց գետին է թե ինչ է, պես հում խածեն կուդեն։ Նեգր ազգերը, նեգր էին կարծեմ։ Ինչ է, սպես տոտորականի պես բաներ երեխեք, սպես խածեին ու իրանք կուդեին։ Աստվածաշունչը ինքան փակ գիրք է գործվածների համար ու բաց գիրք է այն մարդկանց համար, ովքեր որ կանչված են ճշմարտության մեջ։ Իսկ ինչ անդրադառնանք այն հարցին, որ կսե ետ կենանք կուրկի զոհվածից, արյունից, խեղդվածից։ Նույն Պողոսը կսե։ Ստեղ Պողոսը կսե, չէ, ետ կենանք կուրկի զոհվածից, արյունից, խեղդվածից։ Տիմոթեոսն է կսե, ինչ կտնեն թեմատ, կեր։ Բիղզմի համար է։ Աղոթքով կսրբվի։ Երեխեք, շատ հարցերի մեջ ես օրինակ առաջ կմտածեի որ բոլոր կնշանակեր բոլոր։ Բայց բոլոր կնշանակե բոլոր այն բաները, որոնք Տիրոջից սրբված ու մաքրված են ու Տիրոջով առաջնորդված ես։ Այդպես որ վերցնենք, սե բոլոր ազգերին պիտի ավետարանենք։ Ես կնամ բոլոր ազգերին ավետարանեմ։ Չէ։ Բոլորին քարոզե Աստծո խոսքը։ Կամ կինը պիտի ամուսնում բոլոր բաների մեջ հնասանդվի։ Ամուսիններ կան, պես պիղծ բաներ կառաջարկեն կանանցը,
Դե եղավ որ էլի բոլոր չի նշանակե։ Օրինակ ես խոզի մսի համար տեսանյութ տեղադրել էի, որ Հիսուսը անձամբ քսոր պիտի չուտես, որովհետև քո Աստծո փոխհարաբերությունը կվադնա։ Խոզի միսը ամեն ինչով վնասակար է, շատ դժվար է մարսել ու պիղծ կերագուր կհամարվի։ Մարդիկ կան խոզի միս կսիրեն իրանց ձեռքու դա բոլորը ընդունեն։ Դու որ բոլորը կընդունես, նաև ընդունոր Աստված կսե զարտարանքը թող դսից չեղնի, ներսից չեղնի։ Չէ, երեխեք կան որ բաներ լավ կընդունեն, են ինչ նոր պիտի տաս, փող պիտի տաս, չէ, քիչ առաջ կսեի։ Հեռախոսը պիտի տաս, կոնֆետ պիտի տաս, իրանց լավ տեղ պիտի տանես, բայց որ քսես թափածը հավաքե, իրանք չեն ուզել լսեն։ Դասերը ծորվի, իրանք չեն ուզել լսեն։ Հոգևոր ոլորտի մեջ նորից նույնն է։ Մամային լսե, մամանով որ լսե, մենակ որ փող կուտա, այդ վաղտ կլսե։ Որ դու պիտի մամային տաս, վաղտ չի լսե։ Ինչ մամա չլսեցի։ Արի կերածը թավակե, դիք ձեր չի տա, արի կեր, քեզնի չուտ սեղանի շուրջն է։ Եթե իր ավզաս բանն է իհարկե։ Հասկնաք ինչ կսեմ։ Այսինքն, մենք պիտի Աստվածաշնչի հոգին հասկանանք։ Բոլոր կերագուները կսրբվի, դիք չի նշ կերագուներ կար, հենց կուրկի զոհված են։ Դե աղոթե սրբի ու կեր, ես օրինակ մետեղեմ սպես մտածեցի մադաղեիները, ես կերա այդ մադաղի միսը ուժեղ հանդիմանություն եկա բրես։ Ես որպես կերագուր կերա։ Դու նապաստագին կայլ մի դարձրա, դուրսիր կայլուկ։ Ինքը կայլ չի դառնա, ինքը էլի նույն նապաստակը կմնա։ Մադաղը, կուրկի զոհվածը, որ Հիսուսի արյունը կանարգե։ Դե դու ինչ խե ուդես ինքը, էլի մադաղ կմնա։ Անունը մի փոխե, ու մի համարե կերագուր։ Աղոտկով է չի սրբվի ու մակրվի։ Կամ խեղտվածից, խեղտված միս ուդելն էլ է մեղք։ Խեղտվել է, արյունը լերտ մեջն է, չի կարլ ուդել։ Աղոտկով է դիք չի սրբվի։ Հասկացաք։ Այդ բոլորը, ու կուզեմ որ այդ բոլոր բառի իմաստն ու նշանակությունը հասկանանք, բոլոր չի նշանակե բոլոր։ Բոլոր կնշանակե բոլոր Աստծո կամքի մեջ եղածի չափով։ Հիսուսը բոլորին չէր քարոզել։ Հիսուսը քարոզել այն տեղեր, որտեղ որ Սուրբ Հոգին իրան ցույց կտար։ Տեղեր կար չէր էշտա, չէ՞ անհավատության պատճառով։ Այսինքն բոլոր բաների մեջ որտեղ որ Տիրոջ Սուրբ Հոգին կառաջնորդ է, բոլոր այն բաները կեր ինչ նոր Տիրոջ դեմ մեղք չէ։ Բա Աբեդ Միսակի Ավիդնագովը, չէ՞, իջեկը։ Այդ Դանիելի ժամանակներում իրանք ինչի չէին ուտել մսերը, որովհետև կուրկերի զոհասեղանի մսերը կուտան, այսպես եմ լսել։ Այսինքն կրնա իրանք հետո իշտային տունետ մսերը ուտեին, բայց ընդեղ չէին ուտել։ Դիք ինչ կնշանակի որ ամեն ժամանակ դու պիտի հասկանաս պիղծ կերագուրը որն է սուրբ կամ կեշտաս մեկի տուն քսե կեշ, բայց կագնաս կնայ թե եւ բդուտես որ էլլես հետևից բամպասվես։ Հետ չի նոր էշտաստեղ ու չկրնանաս բան ուտես։ Տունը լծած է ամեն ինչ իրանց դրած է, դու գնստես մենակ մամ կոֆե գխմես 2 ժամ։ Նու դուս կուկաս, չես կրնա, այդ կոֆեից առաջ էշտաս։ Դի կնշանակի որ իրա դրած սեղանը պիղծ է։ Ինչ կուզե դրած եղնի։ Ամեն տան հաց չոր կրնաս ուտես։ Ամեն մարդու ցերկից չոր կրնաս վերցնես։ Այսինքն բոլոր բարի իմաստը հասկանանք կամ ամուսնությունը արգելելը։ Այո։ Կարող եմ կան օրքսե ամուսնությունը կարգելեն։ Այո, կարող է եղնի մարդիկ, որոնց ամուսնությունը արգելվին։ Ինքը կանչված չէ ամուսնանալու համար։ Կամ արգելվի սուրետ ամուսնանալը, քսոր դու լույս ես, ինքը խավար։ Երկու հատ պլյուսոր իրար կմիացնես, պրաբիտ կեղնի։ Դի մեկը պլյուս են, մեկը մինուս։ Օր հոսանք ստացվի։ Ամուսնությունն է կարգելվի, եթե տիրոջից չէ։ Չորքս ամուսնանակը լավ որ կամուսնանաս, ամուսինը դե մահաց է, կամ ամուսնությանը տարիքն է անց է։ Ամուսնացի, բայց ամուսնացի տիրոջով։
Աշկերտվավ անհավատի հետ ամուսնանալը։ Աշկերտվավ։ Այսինքն մենք պետք է հասկանանք, թե որն է աշկերտը ամուսնության մեջ, որն է աշկերտը ուդելու մեջ։ Ամուսնացի այն դեպքում, երբ որ Տերը քեզի կպատվիրե, կեր բոլոր այն բաները, որոնք որ Տերը քու դեմդ կտնե։ Տիրոջից կտրվի քու դիմացդ։ Օրինակ, ես վերջերս գնացի բանակի քեֆ, իմ աղբորս բանակի տղու բանակի քեֆն էր։ Ես պետք չէ տայ, Աստվածակ ուղագի գնա հարազատներիդ, բարեկամներիդ տես, մեկ քանի րոպե մնա, բայց սեղանից չօգտվես ու հետ արի։ Մեծ ռեստորան էին վերցրել, ծախս, ես պես երեցի։ Ինչի, Աստված լավ գիտե ինչի։ Չոր շատ պատերազմի մասնակցողներ այսօր դժոխք են գնացել, ու դի գիտեք ով է վկա է։ Հենց պատերազմի մասնակցողը, որ դժոխք կգնացել, Աստված ցույց է տվել, դու կամ մարդկանց որ սպանել ես։ Դու տես իրա այս մեկի կինը, այն մյուսի երեխեն, գլուխները կախ, իրանք քեզ էջ բան չեն երը։ Սպանություն է, մեղք է, ով էսօր պատերազմի էջ տալը մեղք չէ։ Եթե մեղք չէր, ինչի Հիսուսը, երբ որ իրան պաշտպանեց, թուրը վերցրեց ու կդրեց։ Անգաջը օրեգել էին Հիսուսին բռնել, Հիսուսը սա ագանջը ստորից դրեց տեղը, սարքեց, չէ։ Ու սավ սուր վերցնողը սրով պետք ինքնի։ Այսինքն դիք ինչի է նախանշաններ, որ պատերազմի մասնակցելը սխալ է, մարդ սպանելը սխալ է։ Այսինքն Աստվածաշունչը մենակ պրիչ կարտանք ու անցնենք, պրի հասկանանք Աստվածաշնչի հոգին։ Տիմոթեոս 3:16-17 կսե բոլոր գիրկը Աստծո շունչն է եւ օգտակար է սովորեցնելու, հանդիմանելու, շտկելու ու աշտարության մեջ խրատելու համար, որբիսի Աստծո մարդը պատրաստ լինի ամեն բանի բարի գործերի։ Բոլոր գիրկն է Աստծո շունչը։ Եթե կուզես մի հատ բան ամբողջական հասկանաս, պիտի բոլոր կրկից այդ puzzle խաղը ինչ է, որ մի պատկեր կուզես ստանաս մարդ ու գեղոսքի, պիտի մաս հավաքես, որ ամբողջական պատկեր ստանաս։ Դրա համար բոլոր գիրկը պիտի սկսենք ուսումնասիրել, քննել, սովորել, որ հասկանանք, թե ինչ կար Աստվածաշնչյան այդ պարունակության մեջ։ Մի փորձենք Աստվածաշունչը ձեզի հարմարցնել։ Այլ մենք պիտի փորձենք հարմարվենք Աստվածաշնչյան խոսքերի հետ։ Շատ քրիստոնյաների ձեռք չի տա, որ ճիշտը լսեն, քեզի կսեն դու աղանդավոր ես։ Բայց դու աղանդավոր չես, դու տաղանդավոր ես։ Որովհետև դու կգիտակցես մի բանը մոր։ Երբ որ դու աղանդն ու տաղանդը իրարից չես տարբերել, դու դժոխք կեշտաս։ Դու ինչ իրան աղանդավոր կտեսնես, որովհետև ինքը ճիշտ է խոսա, որ նոր քու ճշտիտ կհագարագե։ Իսկ ինչի քու ճշտիտ հագարակ, ինչի կհագարակվիս դու այդ ճշմարտությանը, որովհետև եթե չհագարակվիս, դու ստիպված կեղնես փոխել քու ներսդ, դուրսդ ու ամեն ինչդ։ Ու միգուցե արդեն սկսես սուրբ կյանքով ապրել ու ջեբիդ փողերնել քճնա։ Իսկ ավելի հեշտ չորս ես աղանդավոր բրզնես։ Դրա համար է երեխեք ջան, շատ կարևոր է, որբիսի սկսենք Աստվածաշունչը քննարկենք հոգով ու ճշմարտությունով, որովհետև Տերը կուզե հոգով ու ճշմարտությունով երկրպագողներ, փառաբանություններ։ Աստվածաշնչյան մեկ կոնտեքստով դու չես կնա ամբողջական հարցի պատասխան ստանաս, որովհետև ամբողջ գիրքն է Աստծո շունչը։ Որովհետև 12 առաքյալները մեկ մյուսին չեն հագասել, մեկը մյուսին կլրացնեն։ Իսկ քեզի համար այն առաքյալի խոսքն է Աստվածաշնչյան, որ առաքյալն որ քու նալիտ կզարգե։ Բայց այն մյուսն որ քու մխիթ կզարգե, դե քեզ դուր չի գարտեն։ Դրա համար է ուղագի վերցրեք բոլոր Աստվածաշնչյան խոսքերը։ Շարունակենք կարդալ եւս։ Քանի որ Աստծո խոսքով ու աղոթքով կսրբվի 5 խոսքը կարդացինք, այս բաները եղբայրներին հիշեցնելով Հիսուս Քրիստոսի բարի պաշտոնյա պիտի լինես ու պիտի սնանիս հավատքի խոսքերովը,
ու այն բարի վարդապետությունովը, որին հետևեցիր։ Ինչով դի սնվինք։ Նորից կաշտամ ու հատիկ քննարկենք։ Այս բաները եղբայրներին հիշեցնելով, ինչ որ ինքը ասել է, ես հիշեցրեցի եղբայրներին։ Հիսուս Քրիստոսի բարի պաշտոնյա պիտի լինես։ Ինչ պիտի լինես։ Հիսուս Քրիստոսի բարի պաշտոնյա։ Եվ պիտի սնանիս հավատքի խոսքերով։ Ինչով դի սնվինք մենք։ Հավատքի խոսքերով։ Եվ այն բարի վարդապետությունով, որին հետևեցար։ Բայց պիղծ ու առասպելներից ետ կեցիր ու քու անձդ աստվածապաշտության վարժեցրու։ Ինչից պիտի հետ կենանք։ Պիղծ ու առավական առասպելներից։ Այսինքն շատ բաներ կա, որ երեխեք պարվական սովորություններ են։ Տերնդեզը, դո չգիտեմ ինչ սեսկին են, ինչ ծիսակատարություններ, ինչ տոնակատարություններ, կրագից թրծնելը, պարվական բաներ են, որ կսե պարվական բաներ են։ Առասպելներից ինչ երա։ Թափ խաչարա, երեխուն գիշերը դուս կանես հասդիր դոշին, գիշերը 40-ից հետո լված մի փռա հավքա, ամեն ինչ, լիքը։ Զիբիլը գիշերով դուսը չեն տանի թապեն ապրիս, հա շատ ճիշտ ասեցիր։ Զիբիլը գիշերով դուս մի հան, խսմատը տնից կելի, թե զիբիլի խսմատը որն է, լավ էլ որ զուկարանեշ տալը չեն աշկել է, գիշերով։ Մի ավլի գիշերը, ճիշտ է։ Հա։ Թե ասեի խուզանոցի մեջ նստի։ Ահա, ուքսե քո անձդ աստվածապաշտության վարժեցրա։ Ինչ պետք է անենք։ Վարժեցնենք աստվածապաշտությանը։ Այսինքն լսվենք Տիրոջ խոսքով, Տիրոջ խոսքի ճշմարտությունով ու հետևենք Աստծո խոսքին։ Սկան երեխեք ջան, ինչ որ Տերը առաջնորդեց որ ցեզ հետ խոսայի։ Կարևոր չէ որ շատ 2 ժամ խոսացվի։ Կարևորն է որ խոսացվի այնքան ինչքան որ Տերը կառաջնորդի իր Սուրբ Հոգով։ Որովհետև դու պիտի չառաջնորդես Տիրոջը քու սուտ հոգովդ, որ մարդկանց է մտցնես մոլորության մեջ։ Ծառայության մեջ մարդիկ կաղոտեն որ Աստված լսե։ Շատ եկեղեցիների մեջ, իսկ ճշմարիտ եկեղեցու մեջ պիտի մենք թողնենք որ Տերը աղոթե մեր միջից մենք լսենք։ Սխալ եկեղեցիների մեջ հովիվները կքարոզեն, որ մարդիկ լսեն։ Ճշմարիտ եկեղեցիների մեջ Սուրբ Հոգին կքարոզե, որ քարոզիչներ լսե, ժողովուրդներ լսե, ու մեկնությունները կտրվին Տիրոջից։ Սկաներ երեխեք ջան, աղոթենք, շնորհակալություն հայտնենք ու վերջացնենք այսօրվա մեր ծառայությունը։ Գոհություն, շնորհակալություն, փառք պատիվ մեր Աստծուն։ Դու կենթանի Աստված ես, դու փառքերի ես արժանի Տերես։ Ների մեր բազում գիտագից ու անկիտագից մեղքեր ու սխալների համար։ Ու աղոթիր իմ միջիցս քո Սուրբ Հոգովդ։ Որովհետև ես չգիտեմ ինչպես աղոթեմ քո սուրբ կամքիդ պես, որ բարի հաճելի ու ընդունելի անի։ Դրա համար ես կխնդրեմ, որպեսզի դու աղոթես իմ միջիցս, որ աղոթքս բարձրանա քո սուրբ կամքիդ պես։ Շնորհակալ ենք, որ քո խոսքդ լուսաբանում ես։ Շնորհակալ ենք, որ մեզ հավաքում ես մեկտեղ, որպեսզի լցվենք քո ճշմարիտ խոսքիդ գիտությունով։ Օրհնիր մեր այսօրը, մեր առավոտը, օգտագործիր ամեն մեկիս քո փառքիդ համար։ Դարձրու մեզ որպես լույս ու փրկության ճանապարհ շատ շատերի համար։ Եվ օգնիր մեզ, որպեսզի լինենք քեզ պիտանի անոթներ քո փառքիդ համար։ Դու փառքով փառավորյալ ես Տերես։ Մենք շնորհակալ ենք քեզանից ամեն ինչի համար, որովհետև դու միշտ լսնում ես մեր կարիքները լիությունով քո խոսքի ճշմարտությունով։ Թող քո անունդ փառավորվի եւ հիմա եւ մինչեւ հավիտյան օրեր։ Ամեն։ Հայր մեր, որ երկնքումն ես, սուրբ լինի քո անունը։ Քո թակավորությունը թող գա, քո կամքը լինի երկրի վրա, ինչպես որ երկնքումն է։ Մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր։ Ներիր մեր մեղքերը, ինչպես մենք էլ կներենք մեզ պարտականներին։ Եվ մի տար մեզ փորձության, այլ փրկիր մեզ չարից, որովհետև քոնն է թակավորությունը
եւ զորությունը եւ փառքը հավիտյանս ամեն։ Սկանը սիրելիներ, լավ մնացեք, հետևեք Տիրոջ խոսքին, իսկ մենք հաճախ մեր ծառայությունները կտեղադրենք, որպեսզի դուք եւս Տիրոջով լցվիք Տիրոջ խոսքի ճշմարտությունով։ Թող միանան այն մարդիկ, ովքեր ունին Սուրբ Հոգուց առաջնորդություն։ Որ Տերը կմիացնե։ Իսկ եթե Տերը չի միացնե, մի քիչ միացեք։ Կարևորը միանալ, չմիանալը չէ, երեխեք ջան, կարևորը Տիրոջ կամքին հնազանդվելն է։ Սկանը լավ մնացեք։